Այժմ կզրուցենք Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի հետ։ Պարոն Անդրեասյան, դուք ներկա եք Նարեկ Սամսոնյանի գործով դատական նիստին, ինչ տպավորություն ստացաք դատական նիստին, դուք միշտ լինում եք դատարանի դահլիճում, որովհետև ընդդիմադիր դաշտը կարելի է ասել ամբողջապես հետապնդվում է իշխանությունների կողմից։ Դե ընդդիմադիրները շուտվանից են հետապնդվում, հետապնդման ենթարկվում եւ սա մեզ համար նորություն չի, սա մեզ համար զարմանալու չի։ Մենք գիտենք նաեւ դեպքեր, երբ մարդկանց պարզապես լռեցնելու համար կալանավորել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, որի դատական նիստը այսօր նույնպես տեղի է ունենալու, Նարեկ Սամսոնյանի այս դատական նիստը եւ մնացած այլ նիստերը շինծուկ քրեական գործեր են, ծիծաղ է առաջացնում եւ ինձ մոտ եւ նորմալ հայի մոտ, ովքեր հետեւում են եւ ներկա են լինում, որովհետեւ խոսքը ազգային ժողովի տեղի ունեցած միջադեպի մասին է, որտեղ ես վստահաբար նշում եմ, որ Դաշնակցության պատգամավորը ինքնապաշտպանական բնազդներից ելնելով է կատարել իր գործողությունները եւ Սամսոնյան Նարեկը բացառապես բռնության կոչ, օրինակ մեկը ես նայել եմ այդ հաղորդումը իմ ընկերների հետ եւ մեզ մոտ ոչ մեկիս մոտ չի առաջացել տպավորություն, որ Նարեկ Սամսոնյանը բռնության կոչ է անում։ Այսինքն նայեք, բռնության կոչի տպավորություն նաեւ չի առաջացել, կարծում եմ, մեղադրողների մոտ։ Խնդիրը նրանում է, որ նրանք այդպես են ցանկացել տեսնել, որովհետև այդպես կարող են նեղություն տալ ընդդիմադիր քաղաքական գործչի, ընդդիմադիր մարդու, ով նմանատիպ ոդկաստ է անում եւ վնասում է Նիկոլին կամ նիկոլականներին կամ իշխանավորներին, բացահայտելով նրանց ստերը, դավաճանությունները, կեղծիքները, այսինքն ինչ է նշանակում, մենք նմանատիպ միջադեպեր եւ նախադեպեր ունենք, երբ իշխանական падգամավորները ազգային ժողովի դահլիճում ծեծում են ընդդիմադիր падգամավորներին եւ այդտեղ գտնվող օրինապահ մարմինները ոչինչ չեն իրականացնում, որպեսզի պաշտպանեն կամ կանխեն տվյալ իրավիճակը, բա մարդ եթե չինքնապաշտպանվի, ինչ պետք է անի այդտեղ։ Ես կարծում եմ սա շինծու քրեական գործ է եւ առաջիկա նիստերի ընթացքում գործը կփակվի։ Կարծում եք հօգուտ Նարեկ Սամսոնյանի, որովհետև շատ թույլ կարած գործ է, էլի ավելի ուժեղ կարած գործեր կան, չնայած հիմա Նիկոլ Փաշինյանի հրամանով կարած որևէ շինծուկ քրեական գործ այդպես խորություն չունի եւ կարծում եմ բոլոր քաղբանտարկյալներն էլ վստահաբար առաջիկայում կազատվեն։